Կողություն ու հարկ ու դամաստուծով, որ անգամը ևս կգտնվին մեր ժողովրդի սիրելի զավակներուն հետ։ Հաճախ կհիշեցնեմ մեր ժողովրդին, թե եկեղեցին հավատքի համայնք է։ Եկեղեցին իր քարեն, սաղմոսեն, պատարակեն ու հոգևորականեն անտին ժողովուրդն է, Քրիստոսի հավատքով, սիրով ու հույսով շարախված ու միացած։ Հետևաբար եկեղեցին ճշմարտորեն ու քերազանցորեն եկեղեցի կդառնա իր ժողովուրդով։ Եկեղեցին երբ մտնե ժողովրդի կյանքի մեջ բարձրագույն աստիճանի նվիրումով ծառայելով ժողովրդին, այլ խոսքով առաքելության վերածվելով, ինչպես Քրիստոս ինքը եղավ ծառա, այն ժամանակ եկեղեցին կստանա իր ճշմարիտ ինքնությունը։ Հետևաբար մեր ժողովրդին հետ ըլլալ հոգևորականին համար հիշեցում մրել։ Եկեղեցին տանիր մեր ժողովրդին և ժողովրդի կյանքի մեջ ժողովուրդը եկեղեցի վերածել։ Հետևաբար այսօր ինձի համար անհուն ուրախության աղբյուր է մեր ժողովրդի հետ ըլլալ և մեր ժողովրդի ներկայությունը գուքա անգամը ևս ինձի հիշեցնելու և յուրաքանչյուր հոգևորականին, թե հայ հոգևորականը իր ամեն տեսակի աստիճանեն առաջ ու անտին ծառան է ժողովրդին, ծառան է ժողովրդին, իր ծառայության մեջն է հոգևորականին նկարակիրը, թիմակիցը ճշմարիտ, իր հարկը ու պատիվը։ Մեծիդանն գիլիկյո կաթողիկոսության հնոցին մեջ, թբրևանքին մեջ, ահավասի դեսուչով խոս է, մենք այս գիտակցությամբ և այս անձնությամբ մարդ կպատրաստենք, մարդ, հոգևորական մարդ, որպեսզի երթա մեր ժողովրդին ծառայելու Քրիստոսի շունչը, Քրիստոսի պատկանը տանելով մեր ժողովրդին։ Եվ ես ուրախ եմ, որ այս գիտակցությամբ և այս անձնությամբ մեր թբրևանքեններս, մեծիդան գիլիկյո կաթողիկոսության միապանութեններս թրծված հայ մեսովը այսօր որպես կաթողիկոսական օխանորդ նվիրումով գիտակցությամբ կծառայե ձեզ։ Ձեր բոլորի ներկայությամբ ես հայրական օգնությամբ ողջունեմ հայ սուրբը։ Ողջունեմ նաև քիչ առաջ հիշեցի հայ փորկոմը, որ միասին եղած են ասընկեր և օծագից։ Մեկը այսօր վարչական կյանքի մեջ ինձին իրագործել և մյուսը թբրևանքի կյանքի մեջ մարդու պատրաստության հոգևորավոր աշխատանքի լծված։ Այսօր նաև ուրախությամբ ողջունեմ Իսպահանի հեմիր
առաջնորդ Սրբազանը օրվան բադարակիչը, որ այս կամուտին ծարայած է տարիներ առաջ։ Առաջիկա օրերում այս Սրբազաններ ևս պիտի միանան մեզի, որպեսզի մենք միասնաբար ծեր ներկայությամբ կատարենք օծումը Սուրբ նահատակած եկեղեցու Աբու Դաբիի մեջ։ Հայրապետական օգնությամբ ողջունեմ ազգային իշխանությունը, ազգային վարչությունը Դուբայի և Աբու Դաբիի երեսփոխանական ժողովը, հարակից բոլոր մարմինները, մեր կառույցեն ներս գործող բոլոր կառույցները, որոնք տարբեր անուններով և տարբեր ձևերով կծառայեն մեր ժողովրդին։ Ան, որ մեր ժողովրդին կծառայեն, ինչ ըսկեստալ հագնի, ինչ հանգամանքալ ունենակ, մեզի համար սիրելի է ու հարգելի։ Որովհետև ժողովրդին անուն դա իր մտքեն, իր հոգիեն, իր սրտեն, իր ժամանակեն, իր քսակեն։ Ան որ ժողովրդին ծառայության կանցարակի մեջ համը գտնեք զինքեն, Աստուծո համար, մեզի համար և համայն մարդության համար կդառնա սիրելի։ Քրիստոս իր երկրավոր կյանքի վերջալույսին իր աշակերտներուն դառնալով ասավ. Ով որ ինձի կհավատա, թող խաչը առնե և ետևես գա։ Այս նախատասության մեջ ամփոփված է, թե ինչ կնշանակի քրիստոնյա։ Երկար քրքեր, հասախոսություններ, հոդվածներ գրելու կարիքը չկա։ Բացատրելու համար, թե ինչ կնշանակի քրիստոնյալան։ Քրիստոս շատ հստակ, շատ բարձ և բոլորին հասկանալի կերպով ասավ. Քրիստոնյա ըլլալ կնշանակի իմ ետևես գալ։ Արդակնապես սևականորեն բարձ տղացով այս հիշեցումը այնքան անբարձ չէ։ Քրիստոսի ետևեն երթալը թյուրին չէ։ Քրիստոսի ետևեն երթալ կնշանակի սիրո, զոհողության, դարաբանքի, խաչի ճամփեն երթալ։ Քրիստոսի ճամփան այսպես եղավ։ Հանանք ավետարան և բիլդեսնենք, թե պետք է հենեն մինչև Երուսաղեմ ու մինչև Կողգոթա թյուրին չեղավ Քրիստոսի ճամփան։ Քրիստոս սեր դարացեց, սեր քարոզեց, սակայն անորդիմաց հալածան կեսավ։ Քրիստոս հիվանդին, աղքատին, մենավորին ծառայեց, սակայն իր ծառայության դիմաց միայն մարդոց չարիք ունեցավ։ Քրիստոս աշխարհ եկած է մարդը մեղքի քերութենեն բկելու և թեպի փրկություն առաջնորդելու, սակայն Քրիստոս միայն արհամարանք և հալածանք տեսավ։ Այս բոլորին դիմաց, սակայն Քրիստոս չվհատեցավ,
որովհետև անաշխար եկացել սրբազան նպատակի համար։ Եվ այդ նպատակին դիմաց Քրիստոս չէր գտան ընկրկին, դգարանալ։ Հետևաբար Քրիստոսի ճամփան եղավ սիրո ճամփան։ Սիրո ճամփան դառնալ կնշանակե խաչի ճամփան։ Քրիստոսի ճամփան եղավ ծառայության ճամփան։ Ծառայության ճամփան դառնալ կնշանակե մորնալ մեր անձը։ Հերու պահել մեր անձը անձնագետվոն, եսագետվոն, եսանպատակ մոտեցումներ և մեր կյանքը լեցնել մեզ մեր վեր ու վեր արժեքներով։ Քրիստոսի ետևեն երթալ այս նշանակ։ Քրիստոս աշակերտներուն քարոզեց, հրաշագործեց, առակներով խոսեցավ և միայն իր կյանքի, երկրավոր կյանքի երջանություն նսավ, տեսաք զիս, ջանցաք զիս, լսեցիք զիս, հետևաբար, երբ կհավատաք ինձի, իմ ետևես պետք է քարեր։ Անհավասիկ սիրելի հավատացյալներ Քրիստոսի ետևեն երթալ, քրիստոնյա ըլլալ, որքան դժվար է։ Մեր բաբերը աշխարհի մեջ առաջին եղան Քրիստոսին ըսելու, որ այո, Տեր, մենք պատրաստ էինք քու ետևից քալու։ Եվ բոլորս մեր պատմությունը շատ լավ գիտենք։ Հայոց պատմություն, մեր կրոնը, մեր դպրոցներեն սորված ենք, թե մեր ժողովուրդը իր պատմության ընթացքին հավատարմորեն քարեց Քրիստոսի ետևեն, Քրիստոսի խաչ շարքած։ Մեր պատմությունը եղավ թեպի խաչ, թեպի քողկոտա ընթացող պատմություն։ Սակայն մեր ժողովուրդը իր պատմության բոլոր տեսակ փոթորիկներում դիմաց մնաց կանգուն, մնաց զորել Քրիստոսի հավատքով։ Մեր ժողովուրդը աշխարհի հալածանքներում, ադելության, ուրացումներում դիմաց սեր կաշկեց, հոգևորավոր ստեղծագործություն կատարեց, միշտ հավատարիմ մնալով Քրիստոսի ավետարան։ Եվ մենք հպարտ պետք է ըլլանք, որ զավակներն ենք Քրիստոսին հավատարմորեն գարչած, Քրիստոսի ետևեն հավատարմորեն քարած, հայ ժողովուրդ, սակայն չի հավեր միայն հվարդը, պետք է մեր բաբերում սրբազան ուխտին հավատարիմ գտնվին, նույն հավատքով, նույն նվիրումով, թալելու Քրիստոսին ետևեն, որպես քրիստոնյաներ։ Քրիստոնյա ըլլալ հետևաբար կնշանակե առաջին հերթին հավատալ։ Քրիստոս ասավ, ով որ ինձի կհավատա, թող հետևես։ Հավատալ Քրիստոս։ Եվ այդ հավատքը կյանքի գերացել, խորցնապես արտահայտել, չկարժի էսել, պարզապես հավատալ, ըսկացական, մագերեսային ու ժամանակավոր մոտեցումով, ոչ, հավատալ կնշանակե հավատքը կյանքով թարգմանել։ Ինչպես Քրիստոսի
առաքյալներ կատարեցին։ Երկրորդ, Քրիստոսի հավատալ կնշանակե մասնակից դառնալ Աստուծո այս տան Քրիստոսի եկեղեցու կյանքին ու առաքելության։ Քիչ առաջ ասի, որ եկեղեցին Քրիստոսի հավատքով, սիրով ու հույսով իրարու հետ սերտորեն ընկերուստած։ Հետևաբար քրիստոնյա ըլլալ կնշանակե այս համայնքին, Քրիստոսագեթում համայնքին մաս կազմել։ Այս օրերում արևմուտքի մեջ սխալ մտածողությունը սկսած է տարածվել և դեր շինել երբեմն հավատացյալներու կյանքի մեջ։ Այդ մտածողության համաձայն հավատալը ուրիշ բան է, մասնակցելը ուրիշ բան է։ Այլ խոսքով հավատալ անպայմանորեն չի նշանակել մասնակցել։ Նման մտածողություն հերետիկոսություն է։ Զանազան առիթներով ես իմ խոսքերուս մեջ օտար թեմերուն վրա այս մասին խոսած եմ։ Քրիստոսի հավատալ, այդ խոսքով քրիստոնյա ըլլալ կնշանակե մասնակից դառնալ քրիստոնեական համայնքին, որ մենք կգոչենք եկեղեցի։ Եկեղեցու կյանքեն դուրս ինքնագետվում գերբով քրիստոնյա չի գնարըլալ։ Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է։ Այս է եկեղեցի։ Խորհրդական մարմին։ Երբ մենք կմասնակցենք եկեղեցու կյանքին, Քրիստոսի մարմին անդամ կլանք, երբ հաղորդություն կստանանք, Քրիստոսի մարմինը կտանինք մեր կյանքի մեջ։ Խորհրդական մարմինն է եկեղեցի։ Երբ մենք եկեղեցու արարողության ներկա կլանք, Քրիստոս ինքն է, որ կպատարակե ու կպատարակվի։ Մենք դիտող չենք եկեղեցու մեջ, աղոթքի ճամփով, խոհմի ճամփով, մենք մասնակից կդառնանք Քրիստոսի խորհրդական բան։ Հետևաբար հավատալ կնշանակե մասնակցել։ Մասնակցել կենթադրել հավատալ։ Եկերկնեմ, հավատալ կնշանակե մասնակցել եկեղեցու կյանքին ու եկեղեցու կյանքին մասնակցել կենթադրել հավատալ։ Այս է քրիստոնյա ըլլալու ճշմարիտ կերպ։ Քրիստոսը ասավ, ով որ ինձի կհավատա, ով ետևես կա։ Սիրելի հավատացյալներ, Քրիստոսին այս խոսքը միշտ լսեք։ Ամեն օր։ Եկեղեցու մեջ, մեր ընտանիքներեն ես, մեր գործատիղեներեն ես, և մեր անցին հետ առանցին կլանք, լսենք Քրիստոսի այս խոսքը։ Եվ այս խոսքին ունգնթի, մեր քերակույնը կատարենք, Քրիստոսին հետ ոլալու։ Աստված Քրիստոսի ճամփով մեզի հետ եղավ։ Ավետարանը ըստ Քրիստոս կնկարագրե որպես Էմմանուել, որ կնշանակե Աստված մեզի հետ։ Աստված Քրիստոսի ճամփով
Աստուծու է հեռացած, մերանչած մարդու հետ եղավ։ Հարց տանք, մենք որքանով Քրիստոսի հետ ենք։ Քրիստոս միշտ պատրաստ է իր եկեղեցու ջանքով մեզի հետ լարու։ Քրիստոս միշտ կհրավիրե մեզ իր հետ լարու։ Մենք պատրաստ ենք Քրիստոսի հետ լարու։ Քրիստոսի հետ լար կնշանակե եկեղեցու կյանքին մասնակցի։ Քրիստոսի հետ լար կնշանակե աղքատին արդյունքը սրբել, հիվանդին օգտակարը լալ, դգարին ուժ տալ, Քրիստոսի հետ լար կնշանակե մեր ազգի եկեղեցու ծառայության քանցանակի մեջ համտում։ Այսօր Քրիստոսի հետ լալու ամենեն ճշմարիտ կերպը։ Հետևաբար, սիրելի հավատացյալներ, ես այսօր գոչ կուղեմ ձեր բոլորին և շրջանի մեր ժողովրդի բոլոր զավակներում մեր քրիստոնեությունը փորձնապես ապրելու։ Եվ ես իմ բարձր քննադատս կուզեմ հայտնել Արաբական Միացյալ Էմիրությանց բոլոր քաղաքական, պետական պատասխանատուներուն, որոնք լայն գարելիությունը ընծայացեն բոլոր քրիստոնյաներուն, նաև մեզ, մեր համայնքին, իրենց քիդագից և չափավորական մոտեցումով, որպեսզի մենք մեր կրոնը ազատորեն այստեղ մեր ընտանիքներեն ներս, մեր կառույցներեն ներս, մեր դպրոցներեն ներս, փորձնապես արտահայտել։ Հետևաբար Սավաղում իմ անունով, մեր աթոռի, մեր եկեղեցու անունով, ձեր անունով ուզեմ իմ բարձր քննադատս և շնորհակալությունս հայտնել Արաբական Էմիրության բոլոր պետական ու քաղաքական պատասխանատուներուն։ Եվ ես վստահ եմ, որ կորցակցաբար կաթողիկոսական փոխանորդ այսուհին հետ մեր բոլոր ազգային իշխանության մարմինները, մեր կառույցները, մեր կազմակերպությունները և մեր ժողովրդի բոլոր զավակները միասնապար, հարևուզեմ ընդգծել միասնապար, հանուն մեր եկեղեցու պայծառության, հանուն մեր համայնքի հզորացման, հանուն մեր ժողովրդի միասնականության ամրապնդման, պիտի շարունակե միասնապար մտածել, միասնապար ծրագրել, միասնապար աշխատել, միասնապար ծառայել Աստուծո փառքին, մեր եկեղեցու պայծառության և մեր ազգին սասանության մի խնդիր այժմ և միշտ Եվադիկյանս հավիտենից